Հորիզոնի ժամը 12-ի թողարկումն է, բարև ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է գիտուժ նախաձեռնության անդամներին։ Վարչապետը շնորհավորել է ներկաներին գիտության համաշխարհային օրվա առիթով եւ նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու վերջին տարիներին գիտության ոլորտում իրականացված քաղաքականությունների արդյունքները եւ առաջիկա շրջափուլի անելիքները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նպատակային գիտական հետազոտությունների եւ տեխնոլոգիական մշակումների պետական քաղաքականության խնդիրները եւ լուծումները։ Անդրադարձ է կատարվել տնտեսության, պարենային անվտանգության ոլորտներում պետական կառավարման համակարգում գիտական կարողությունների զարգացման ուղղությամբ հետազոտությունների իրականացմանը, գիտության ոլորտի ֆինանսավորմանը եւ այլ հարցերի։ Երկրի ղեկավարը շեշտել է, որ կառավարությունը պատրաստ է պետբյուջեով նախատեսված միջոցներից առանձին ֆինանսավորում տրամադրել գիտական այն ծրագրերին, որոնք հասունացել են եւ պատրաստ են մտնել գործնական փուլ։ Իհարկե, նախորդող շրջափուլի մասին մենք բազմիցս խոսել ենք, այդ թվում գիտության ոլորտի աշխատավարձերի բարձրացման մեր ժամանակացույցի վերաբերյալ, որը արդեն մի քանի տարի ընթացքի մեջ է եւ արդեն հունվարի 1-ից հասավ իր լրումին եւ հետեւաբար կարծում եմ նաեւ պետք է հասկանալ, թե այս ընթացքի փորձը մեզ ինչ է ցույց տվել եւ առաջիկայում մեր անելիքների վերաբերյալ ինչ պատկերացումներ ունենք։ Այս ժամանակահատվածում մենք շատ սերտ աշխատել ենք գիտուժ նախաձեռնության հետ միասին այդ թվում եւ այս տարին մեզ համար ուղենշային էր, որովհետեւ հաստատվեց ազգային ժողովի կողմից եւ հոկտեմբերի 20-ին արդեն ուժի մեջ է մտել բարձրագույն կրթության եւ գիտության օրենքը, որը նոր ինստիտուցիոնալ հնարավորություններ է ձևավորում գիտության զարգացման համար եւ պետք է նշեմ, որ ներկայումս էլ հանրային քննարկման է ներկայացված գիտության զարգացման ռազմավարությունը առաջիկա 5 տարիների, որոնք հենց այն թիրախներն են, որոնք կառուցելով կառավարության նախորդ շրջանի արդյունքների վրա ցույց են տալիս հաջորդ փուլի անելիքները եւ այստեղ էլ մենք բաց ենք քննարկումների համար եւ բաց ենք նաեւ լսելու առաջարկներ, քանի որ ներկայացված ռազմավարությունը դեռևս նախագիծ է եւ հենց այն փուլում է, երբ որ այդ առաջարկները շատ օգտակար կլինեն։ Կուզեի նշել, պարոն վարչապետ, որ մեր գործընկերների հետ միասին մենք արդեն երկրորդ տարին է իրականացնում ենք գիտության շաբաթ միջոցառումը, որը միջազգային ֆորմատ է եւ ուղղված է հանրահռչակելու գիտությունը, այն դարձնելու ավելի տեսանելի եւ հասանելի, այդ թվում նաեւ երեխաների համար։ Ու շատ կարևորում եմ, որ մեր գործընկերների աջակցությամբ հատուկ գործիքակազմ ու մեթոդաբանություն է մշակված, որը իրականացում է նույնիսկ մանկապարտեզներում, այսինքն գիտության շաբաթվա շրջանակներում մենք այս տարի ունեցանք ավելի քան 300 ուսումնական հաստատություններ Երևանում եւ մարզերում, դպրոցներ, մանկապարտեզներ, որոնք մասնակիցը դարձան այդ նախագծերի, գիտափորձերի եւ ազատության հրապարակում մենք բավականին մեկ շաբաթ տևողությամբ շատ հագեցած օրակարգով եւ մեծ թվով այցելուներով այդ միջոցառումը կազմակերպեցինք, ինչպես նշեցի, սա արդեն երկրորդ տարին էր մեր համագործակցության եւ բավական կառուցողական երկխոսություն ունենք միասին քննարկելով, ոչ միշտ համաձայնվելով, բայց կարծում եմ, որ միշտ փաստարկելով մեկից մյուսի տեսակետները փորձում ենք գտնել լավագույն լուծումները եւ մի բան էլ կուզեի մատնանշել մեր այս տարվա անելիքների եւ աշխատանքների մասին մենք այս տարի առաջին անգամ նախաձեռնեցինք պետության կարիքներից բխող գիտական հետազոտությունների մրցույթի իրականացում նախորդ տարի սրա մասով շատ մեծ աշխատանք էինք իրականացրել, որովհետև մի բան է պետական մարմիններից հավաքել իր կարիքները, մեկ այլ բան է դա, այսպես ասած, թարգմանել գիտության լեզվով, որպեսզի պարզ դառնա, թե ինչ խնդիր պիտի լուծվի, եւ արդեն իսկ մրցույթի իրականացրել ենք, շատ ակտիվ մասնակցություն ենք ունեցել, 81 հայտեր ենք ստացել առողջապահության, բնապահպանության, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների եւ այլ կարեւոր ոլորտներում ու այս մրցույթի փորձն էլ պիտի մեզ նաեւ ցույց տա այն մեխանիզմները, որոնք պետական պատվերի, այսպես կոչված իրականացման ճանապարհին մեզ կարող են օգնել։ Ռիադում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավորության էկոնոմիկայի եւ պլանավորման նախարար Ֆայսալ Ալ-Իբրահիմի հետ։ Քննարկվել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում։ Սաուդյան Արաբիայի նախարարը հետաքրքրություն է հայտնել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով համագործակցության հուշագրի եւ այլ փաստաթղթերի ստորագրման մասով, որոնց իրագործման ուղղությամբ կանցկացվեն երկկողմ աշխատանքներ։
քննարկումներ։ Նախարար Գևորգ Բաբոյանը իր գործընկերոջն է ներկայացրել նաև թրիփ եւ խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունները, ինչպես նաև Հայաստանի ներդրումային միջավայրը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երկօրյա այցով կլինի Դանիայում։ Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենի հետ։ Ծրագրված են նաև այլ հանդիպումներ եւ քննարկումներ։ Օրակարգում են ինչպես Հայաստան-Դանիա երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման հարցեր, հաշվի առնելով Եվրամիության խորհրդում Դանիայի ընթացիկ նախագահությունը։ Արցախի դեմ պատերազմի հաղթանակի կապակցությամբ Կիրակի օրը Բաքվում անցկացված հանդիսավոր զինավարժության ժամանակ Իլհամ Ալիևի եւ Ռեջեփ Թայիպ Էրդողանի կողքին տրիբունայում կանգնել են մարդկության դեմ ծանրագույն հանցանք կատարած մարդիկ։ Թեմայի շուրջ Վահագն Հակոբյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ։ Եթե 21 թվականի շքերթի ժամանակ այդ խոշոր պլանով նկատվում էր տեսանյութերում Ռամիլ Սաֆարովի դեմքը, ապա այս անգամ նրան չենք նկատել, դրա փոխարեն տրիբունայում հենց Ալիևից եւ Էրդողանից ոչ հեռու նկատվել էր Իբադ Հուսեյնովը, ոմն մի ռազմական հանցագործ, որը հայտնի էր դարձել նրանով, որ Արցախյան պատերազմի ժամանակ լինելով դիվերսիոն ջոկատի հրամանատար, անձամբ գլխատել էր մի քաղաքացի բնակչի, խաղաղ բնակչի, Մարտունի շրջանի գյուղերից մեկի բնակիչ Ռուբիկ Բաբաջանյանին եւ նրա կտրած գլուխը ձեռքին լուսանկարվել էր։ Եվ այդ լուսանկարը մինչ օրս տարածվում է համացանցում, այն դժվար չէ գտնել։ Եվ ահա այդ մարդուն հրավիրում են տրիբունա, կանգնեցնում են Իլհամ Ալիևի եւ Էրդողանի կողքին, հավանաբար դրանով ուզենալով ինչ-որ բան ասել։ Այդ Իբադ Հուսեյնովը նաև հայտնի էր դարձել նրանով, որ հորիներ էր առասպել այն մասին, թե իբր նա էր սպանել Մոնթե Մելքոնյանին։ Բայց իրականում Մոնթեն բոլորովին այլ տեղում է սպանվել, անգամ ուրիշ օր է այդ դեպքը տեղի ունեցել, եւ նույնիսկ ադրբեջանցի լրագրողները բացահայտել էին այդ սխալը, այդ սուտը եւ այդ մարդուն բացահայտ ստախոս էին անվանել։ Չնայած դրան իր մասին շարունակում են ֆիլմեր նկարահանել, գրքեր գրել եւ նա ազգային հերոսի կոչման է շնորհվել։ Եվ այդ մարդու կողքին են կանգնում ոչ միայն Իլհամ Ալիևը եւ Էրդողանը, ինչպես ասացի, այլ նաեւ Պակիստանի նախագահ վարչապետ Շարիֆը, Սլովակիայի փոխվարչապետը, Դուբայի թագաժառանգը, Սերբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Ղազախստանի եւ Ղրղստանի պաշտպանության նախարարները, Սաուդյան Արաբիայի ու Ուզբեկստանի պաշտպանության փոխնախարարները։ Ինչ շատ հետաքրքիր է, արդյոք գիտեին նրանք, որ իրենց կանգնեցնում են մարդկության դեմ հանցանք կատարած մարդու հետ մի շարքում կամ հարևան շարքում, ոչ հեռու։ Սլովակիայի պաշտպանության փոխվարչապետի ներկայությունն էր այս շքերթում փոքրինչ անսպասելի, հա, նա Եվրամիության անդամ հանդիսացող պետության միակ պաշտոնյան է, ով ներկա էր։ Մնացածին բոլոր շատերին հրավեր ուղղված է եղել, բայց բոլոր Եվրամիության անդամ պետությունների ներկայացուցիչները ձեռնպահ են մնացել։ Սլովակիան համարել է, որ իր պարտքը պետք է լինի այնտեղ ներկայացված լինել։ Դա իհարկե զարմացնում է։ Ավելի քիչ է զարմացնում Սերբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարի ներկայությունը, մանավանդ հաշվի առնելով այն, որ այդ նույն շքերթի ժամանակ ադրբեջանցիները ցույց տվեցին Սերբիայից գնված Նորա B-52 տեսակի հաուբիցները։ Անցած տարի ստորագրվել էր համապատասխան պայմանագիրը եւ 48 տեսակի այդ հաուբից արդեն Ադրբեջանում է։ Այսպիսով Սերբիան շարունակում է զինել Ադրբեջանին։ Եվ այս անգամ առաջին անգամ է սերբական ռազմական տեխնիկան ներկայացնում նույն շքերթում թուրքական ռազմական տեխնիկայի հետ։ Տասնամյակներ, հարյուրամյակներ շարունակ սերբական զենքը թուրքական զենքին հակադրվում էր եւ Օսմանյան շրջանի կառավարման օրոք։ Բայց ադրբեջանցիները
ներկայացուցիչները ոչ բոլոր իրենց դաշնակիցներին են հրավիրել։ Օրինակ, մոռացել են հավանաբար Թալիբանի ներկայացուցիչներին հրավիրել, թեև Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ թալիբները ուղղակի մասնակցություն են ունեցել։ Ալ-Քաիդայի սիրիական մասնաճյուղ Ջեղբատ ան-Նուսրայի ներկայացուցիչներին չեն հրավիրել, թեև այդ տխրահռչակ խմբավորման հարյուրավոր վարձկաններ Արցախյան պատերազմին մասնակցել էին, իսկ նրանցից երկուսը Իդլիբի բնակիչ Յուսուֆ Ալաբեդ Ալ-Հաջին եւ Համայի բնակիչ Մխրեբ Մոհամմադ Ալ-Շխերին անգամ գերեվարվել էին եւ հայտնվել էին ուրեմն համապատասխան վայրում, այժմ որտեղ են նրանք գտնվում իդեպ չգիտեմ։ Եվ այս շարքում իհարկե շատ լավ կնայվեր Սիրիայի ներկայիս նախագահ Ահմեդ Աշ-Շարան, որի անունը մինչ վերջերս Ալ-Ջուլանի էր, բայց նրան եւս Ադրբեջանի իշխանությունները որոշել են չհրավիրել։ Արտեմ, իդեպ Հայաստանում էլ Ռուսաստանի դեսպանն էր երաշխայցելել հարգագիտուրք մատուցելու զոհված ռուս օդաչուների հիշատակին։ Այո, այդ նույն օրը, որը Ադրբեջանում որպես ազգային տոն են նշում, այդ նույն օրը ադրբեջանցիները սպանել էին երկու ռուս օդաչուների, ընդ որում Հայաստանի օդային տարածքում, եւ այսօր այդ օրը եւ Ռուսաստանի դեսպանը եւ 102-րդ ռուսական ռազմաբազայի եւ Էրեբունի ավիաբազայի հրամանատարը այցելել էր այն հուշարձան, որը բացվել է այդ տեղում հարգանքի տուրք մատուցելու։ Դեսպանը ելույթ է ունեցել, սակայն ոչինչ չի ասել այն մասին, թե ինչ է եղել այն մարդկանց հետ, ովքեր մեղավոր են եղել այդ մարդասպանության մեջ։ Արդյոք նրանք պատժվել են։ Մենք գիտենք, որ որևէ պատիժ ոչ մեկ չի կրել, հակառակ դեպքում հավանաբար մամուլում դրա մասին հրապարակում կլիներ։ Իդեպ հատկանշական է, երբ Մոսկվայի եւ Բաքվի միջև հարաբերություններում որոշակի լարվածություն առաջացավ, այդ քրեական գործը, այդ փաստի կապակցությամբ վերանայել էին եւ ավելի կոշտ հոդվածով էին մեղադրանք ներկայացրել Ռուսաստանում։ Եթե ի սկզբանե անզգուշությամբ հասցված սպանության մասին էր խոսքը, ապա դրանից հետո արդեն խոսքը գնում էր դիտավորյալ սպանության մասին եւ երկու եւ ավել անձանց դեպքում։ Ադրբեջանի ռազմական դատախազությունը հարուցել է համապատասխան քրեական գործ, սակայն մինչ օրս ոչ մեկին մեղավոր չի ճանաչել եւ չի պատժել։ Նույնը վերաբերվում է նաեւ 23 թվականի սեպտեմբերի 20-ին Արցախում սպանված 5 ռուս խաղաղապահների գործի հետ կապված, թեև այնտեղ նույնպես կարծես քրեական գործ է հարուցվել, անցել է արդեն ավելի քան 2 տարի եւ ոչ մեկ մեղավոր չի ճանաչվել եւ ոչ մեկ ամբաստանյալ աթոռին չի հայտնվել։ Շնորհակալություն Արտեմ։ Միացյալ Նահանգների Սենատը քվեարկությամբ վերջ է դրել երկրի պատմության ամենաերկար շատդաունին, որը տևել է 40 օր։ Դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրինագծին կողմ են քվեարկել 60 սենատորներ դեմ 40-ը։ Օրինագիծը միջոցներ է նախատեսում կառավարության շատդաունի ընթացքում արձակուրդում գտնվող պետական պաշտոնյաների հետադարձ աշխատավարձի եւ սննդի կտրոնների համար մինչեւ 2026 թվականի ֆինանսական տարվա ավարտը։ Սենատում օրինագծի ընդունումից հետո այն ուղարկվում է ներկայացուցիչների պալատ քվեարկության համար։ Հանրապետական առաջնորդները հույս ունեն, որ օրինագիծը կարող է ներկայացուցիչների պալատում ընդունվել արդեն չորեքշաբթի օրը։ Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի Կարմիր ամրոց պատմական համալիրի եւ համանուն մետրոյի կայարանի հարևանությամբ մեքենա է պայթել։ Նախնական տվյալներով 13 մարդ է զոհվել, եւս 26-ը վիրավորվել։ Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ պայթյունը այնքան հզոր է եղել, որ կոտրել է մակութային արժեքների պահպանման հիմնադրամին, մասնակցելով Ուրցաձորի էկոկրթական կենտրոնում կազմակերպված ծառատունկին։ Յուկոմը ոչ թե մտածում է կանաչ կամ արտահայտվում է կանաչ, այլ ինքը կիսում է կանաչի արժեհամակարգը ու դա նշանակում է պատասխանատվություն եւ պարտավորություն։ Այս կապարախոսությունից ելնելով է, որ Յուկոմը ամեն տարի մասնակցում է այսպիսի միջոցառումների, որտեղ միջոցառումը Յուկոմի համար միջոցառում չէ, առաքելություն է, որի միջոցով մենք փորձում ենք պատրաստել մարդկանց, որ մտածեն կանաչ ու աշխատեն ու գործեն կանաչ եւ ավելի կանաչ ապագա ապահովելու համար։
Նախաձեռնության նպատակն է մինչև տարեվերջ Հայաստանում տնկել շուրջ 10,000 ծառ։ Յուքոմի աշխատակիցներն այցելեցին նաև ջերմատներ եւ վայրի կենդանիների փրկարար կենտրոն։ Ծանոթացան անտառապահների աշխատանքին ու տեսան, ինչպես է Յուքոմի աջակցությամբ տեղադրված տեսահսկողության համակարգը նպաստում բնության պահպանությանը։ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքով նման նախաձեռնություններում գործընկերների ճիշտ ընտրությունը չափազանց կարեւոր է եւ այդ հարցում Յուքոմը վստահելի օրինակ է։ Ինչպես տեսնում ենք, նաև աշխատակիցները Յուքոմի որպես իրենց սոցիալական պատասխանատվության մի մաս միացել են մեզ։ Նպատակ ունենք ավելի քան 6000 հեկտար անտառ տնկել հիմնադրամով եւ այստեղ շատ կարեւորում ենք նման համագործակցությունները, ինչպիսիք Յուքոմ ընկերության հետ մեր երկարատև արդեն դարձած համագործակցությունն է, որի շնորհիվ Հայաստանը ավելի կանաչ կլինի։ Այսպիսի նախաձեռնությունները վկայում են, որ բնության պաշտպանությունը սկսվում է յուրաքանչյուրիցս։ Ընդհանրապես պետք է ցանկություն եւ մեկ քայլ դեպի ցանկության իրականացում։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։